Գաղտնիքներ կնոջ ներաշխարից։ Այդ գաղտնիքները սովորեցնելու են շատ կանանց երջանիկ լինել։ Եվ կլինեն, եթե կարողանան սուզվել գրքի էջերում, ասում է Սոնավանը։ Իմ նպատակն է որպես գրող անել այնպես, որ մի օր մարդու հիշողությունից դուրս գա պատերազմ բառը եւ անհեթեթ թվա։ Ինչպես մոլորակ լուսին գրավելը, այդքան անհեթեթ թվա երկիր գրավելը։ Այս աղջիկը գրքի շապիկին մեղուներ են հավաքված կնոջ կոկորդին։ Այդ զգացողությունը հեղինակին այցելում է, երբ նա ուզում է ինչ-որ բան գրել։ Մեղուների բզոց է զգում իր կոկորդում ու հետո ծնվում են բանաստեղծություններ, պատմում է Սոնավանը։ Կանացի երջանկությունը հիմքն է ամենայն խաղաղության եւ ներդաշնակության եւ կինը ունի այդ պոտենցիալը, այդպիսի իրականություն ստեղծելու։ Տղամարդկանց այս գիրքն օգնելու է տեսնել կնոջ հայացքը, ներաշխարհը, թե ինչպես երջանկացնել նրան։ Հեղինակի այս համոզման հետ համամիտ է նաեւ այս աղջիկը գրքի խմբագիրը։ Սոնավանի ստեղծագործությունը ընկերակցում է մեզ ընթերցողներից, անկախ սեռից, անկախ տարիքից, անկախ զբաղմունքներից։ Սոնավանը հրաշալիորեն սահմանումը տալիս է, որ կնոջ միակ օրինական պարտականությունը երջանիկ լինելն է։ Այս աղջիկը շատ սազում է այս վերնագիրը, դեպ հիմա հիշեցի երջանկահիշատակ ամուսնուն Նուբար Ջանոյանին, երբեք այդպես էր դիմում աղջիկ կամ մի բան էր պատմում, ասում էր այս աղջիկը։ Սոնավանը պատերազմները լռեցնելու բանաձև ունի, ասում է թատերագետ Անուշ Ասլիբեկյանը։ Սոնան ասում է մի նայեք զինվորին հիացումով, եթե դադարեք նայել նրան հիացումով, ապա նրա մեջ կկորի պատերազմ գնալու ցանկությունը եւ սա ոչ թե վախկոտության, այլ ճիշտ հակառակը աշխարհում խաղաղություն հաստատելու բանաձև է։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։